Չափազանց կարևոր է, որ նաև մենք ի վիճակի լինենք որպես պետություն, իշխանություն եւ ընդդիմություն, արդյոք մենք կարողանում ենք խաղաղություն կոչված այդ այս մեր առաջ բացված հնարավորությունը կապիտալիզացնել մարդկանց կյանքը ավելի որակական փոփոխությունների ենթարկելու տեսանկյունից։ Հակառակ դեպքում ում է պետք է խաղաղությունը, որը մարդկանց բարեկեցություն չի բերում։ Ում է պետք է խաղաղությունը, որը չի լուծում մարդկանց հանապազօրյա հարցերը։ Եվ այս իմաստով կարծում եմ առաջիկա հիմնական քննարկումները հենց այս հարցերի շուրջ են լինելու, որոնք դոմինանտ են եւ կարծում եմ, որ մեզ եւս իսկ մենք պատրաստվում ենք ընտրություններին մասնակցել, այս հարցերի պատասխաններն են պետք, որովհետեւ ակնհայտ է, որ կա լուրջ նվաճում խաղաղության ուղղությամբ, բայց այդ խաղաղությունը նաեւ պիտի ինստիտուցիոնալ պաշտպանություն ունենա, հենարան ունենա եւ բուֆեր ունենա, եթե անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս ուրեմն մեր խաղաղության թշնամիները չկարողանան թիրախավորել եւ ուրեմն այո խարխլել այս դերևս փխրուն այս հնարավորությունը, որ տրվել է մեր ժողովրդին։